Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 2025 թվականին հարուցվել է 84 վարույթ։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են, եւ նրանք վնաս են կրում, երբ որ այս կամ այն հեռարձակող առանց որևէ պարտավորության, առանց կնքած պայմանագրի, առանց վճարված գումարների ինքը սկսում է անօրինական փաստորեն բովանդակություն տարածել։ Մի մասը դա է, որը միայն պաշտպանում է տնտեսարողների շահերը։ Երկրորդը դա օրինակ բռնության տեսարաններն են, որը շատ կարևոր է դրան պայքարելը։ Մի մասը ծխելու այդ դրոշմը դնելը հաղորդումից առաջ այդ օրենքի խախտումը, մի մասը գովազդի օրենքի խախտումներն են եւ այդ պատիժները եւս կրում են հանրօգուտ բնույթ։ Վերջին տարիներին էականորեն մեծացել են դատական հայցերն ընդդեմ հանձնաժողովի։ Տիգրան Հակոբյանն ընդգծում է, իրենք միայն ուրախ են։ Հանձնաժողովի որոշումների, կայացրած որոշումները բողոքարկվում են դատարաններում եւ միայն անցյալ տարի մենք մասնակցել են 14 դատական այդ գործընթացներում, 6-ը արդեն ավարտվել է, այդ միայն մեկ տարվա ընթացքում։ Էլի պետք է համեմատություն բերեմ, որ 2011-ից 18 թվականին ընդամենը հանձնաժողովի դեմ եղել է 3 դատական հայց։ Տեսեք, էլի 7 տարվա մեջ ընդամենը 3, նախորդ տարի միայն 14 դատական գործընթացներում ենք եղել։ Նախորդ տարի ստեղծվել է հանրօգուտ հաղորդումների աջակցման հիմնադրամ։ Կառավարությունը 250 միլիոն դրամ է հատկացրել հիմնադրամին։ Մրցույթային կարգով այն 10 հեռարձակողների միջև կբաշխվի։ Մենք առաջարկում ենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները հանրօգուտ բովանդակություն պատրաստելու համար պետությունից գումար ստանան։ Բայց այն մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք շատ կարևոր են մեզ բոլորիս, մեր հասարակության տարբեր շերտերի համար, նրանք մեծ առաջինը լսարան չունեն, երկրորդը շատ գումարներ են պահանջում։ Առաջնահերթություն կարող է տրվել այն հաղորդումներին, որոնք ուսուցողական կլինեն, կթարգմանվեն կամ կնկարահանվեն։ Բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում, կամ գնեն ուսուցողական մուլտեր, մանկական հաղորդումներով սահմանափակվեմ, որոնք շատ թանկ են դրսում, շատ դժվար է բերելը եւ ավելի դժվար է դրանք թարգմանելը։ Եվ մենք այնպես պետք է անենք, որ այդ գումարները ուղղվեն այդպիսի հաղորդումները գնելու, թարգմանելու կամ ստեղծելու համար։ Մրցույթը արդեն հարթարված է եւ հեռուստաընկերությունները հունվարին արդեն ներկայացնում են իրենց առաջարկները։ Մեծ արագությամբ զարգանում է արհեստական բանականությամբ ստեղծվող բովանդակությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից հայտնում են իրենց մտահոգությունները։ Հեռուստաընկերություններում ներածում են այդպիսի սյուժեներ, որոնք անզեն աչքով մեր շատ ջուրահավատ շատ ժամանակ մեդիագրագիտությունից դուրս հասարակության հատվածները նրանք չեն կարող հասկանալ, որ դա իրականություն չի։ Եվ այդ deepfake-երը եւ այդ սինթետիկ կոնտենտը, երբ որ ցանկացած մարդուն կարաս ցանկացած միջավայրում նկարես, կներեք կարաս մերկացնես հայտնի տիկնոջը եւ գցես համացանցի մեջ եւ դա անցալվի որպես ճշմարտություն, դա բավականին մեծ սպառնալիք է մեզ բոլորիս համար։ Հանձնաժողովը նախատեսում է համագործակցել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, մշակել մեխանիզմներ, որոնք կվերահսկեն համացանցը, հեռու պահելով հանրությանը վատ բովանդակությունից։ Շահ ունեն մարդն, ով ուզում է ատելություն տարածի, ով ուզում է մարդկանց խափի, ով ուզում է համոզի մարդկանց, որ օրինակ, չգիտեմ, Արամուսի բանով գազարով կարելի է քաղցկեղծ բուժել, ամեն ինչը որևէ կապ չունի իրականության հետ։ Սա մեծագույն խնդիր է եւ արդեն ամբողջ աշխարհում կամաց օրենսդրություն է ընդունվում, որը գոնե փորձում է խաբեությունը, ապատեղեկատվությունը, նույն deepfake-ը կամ քաղաքական շահարկումները, բռնության կոչերը, ինչ որ ձև սահմանափակել համացանցում։ Հունվարի վերջ պետք է սկսենք արդեն աշխատել այն օրենքի նախագծի վրա, որը ինչ որ ձևով փորձելու է կարգավորել նաև համացանցի տեսարասողական բովանդակությունը։ Առաջիկա ընտրություններին հանձնաժողովն արդեն սկսում է պատրաստվել։ Հեռարձակողների կողմից յուրաքանչյուր քաղաքական ուժին հատկացվում է անվճար եթերաժամանակ, կօգտվի թե ոչ իր խնդիրն է։ Եթե նախկինում հանձնաժողովը, մինչև 21 թվականի ընտրությունները ինքը նայում էր մեխանիկական հավասարությանը, որը չէր աշխատում, որովհետև կա քաղաքական ուժը, որ շատ ակտիվ է, եւ կա քաղաքական ուժ, զորօրինակ կոմունիստները, որ ոչինչ բան չէին անում, շտաբեր չունեին,
Եվ հեռուստացությանը շատ դժվար է 10 րոպե նրան հատկացնել, 10 րոպե նրան։ Այստեղ իմաստային հնարավորությունների խնդիր կա։ Մենք քաղաքական ուժին հնարավորություններ տալիս ենք մեր մեթոդոլոգիայով։ Հա, տալիս ենք։ Կօգտվի թե չէ, մեր խնդիրը չի։ Մենք չենք կարող մեղադրենք, չգիտեմ, նույն Արմենիային, ԱԹՎ-ին կամ 5-րդ տալիքին, որպեսզի նրանք բան անեն։ Կոմունիստներին եւ, չգիտեմ, շատ ակտիվ ուժին նրանք նույն ժամանակվածը տան չեն, դուք բոլորդ հասկանում եք։ Սա պարտադրանք է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցել նախընտրական գործընթացին։ Ըստ Տիգրան Հակոբյանի, ցանկացած նախընտրական տեսաուղերձ մանիպուլյացիա է։ Դուք ինչ իրավունք ունեք անկախ տնտեսավորող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի, հա, լուսաբանի, տա կուսակցություններ ոչ թե լուսաբանի, հա, տա ձրի ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար։ Դրա համար կա հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո, բայց սուբյեկտները, հա, անկախ, նրանք այդ պարտավորությունը չունեն։ Դա խայտարակություն է, որը ոչ մի երկրում չկա։ Պարտադրում է այն հեռուստաընկերություններին, որոնք չեն ուզում մասնակցեն։ Մշակույթ հաղորդումը 21 TV-ին կամ Նուրը, այսինքն ինքը նաև ոտնահարում է ընտրողի իրավունքը լսարանի։ Միացնում է այլ մեկը կանգնած, հա, էշեշ դուսատալի հազար ներողություն։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։